Հայաստան ինչքան ազատ, այնքան իրենց համար լավ։ Քաղաքական պայքարի, քաղաքական այլընտրանք ներկայացնելու, իշխանության ձգտելու համար բաց Հայաստանը ավելի լավ միջավայր է, քան փակը։ Փակ երկրում ինչ է գործում։ Փակ երկրում գործում է այն, ինչ որ 10 տարի առաջ Հանրապետական կուսակցության գործիչներից մեկն է ձեռնարկել, դու բարձ հայտարարեց, որ Հայաստանում դեպի իշխանություն ճանապարհ անցնում է Մելիք Ադամյան փողոցով։ Այսինքն Հանրապետական կուսակցության գրասենյակը պետք է օրհնի դեպի իշխանություն ցանկացած քաղաքական ուժի ճանապարհը, չէ՞։ Դրա պատճառով, նաև այդ պատճառով։ Դրա համար եղավ 2018 թվականի հեղափոխությունը, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, թե ոչ ժողովրդական, չեմ կարող ասել, բայց 2018 թվականի իշխանափոխության պատճառներից մեկն էլ այն էր, որ որտեղ հոգնել էին։ Ինչքան կուզենամ, այնքան տոկոս կխփեմ։ Իշխանության ճանապարհը անցնում է Մելիք Ադամյան փողոցով։ Այս խոսույթից մարդիկ ձանձրացել են, հոգնել էին։ Հիմա միջազգայինորեն եւ տարածաշրջանային ազատություն ստացած Հայաստանը քաղաքական, մշակութային, կրթական գործունեության ամենահոյակապ ասպարեզն է, բայց մարդիկ բողոքում են, ասում են, հիմա դե լավ վարչապետը մեզ արգելում է Արարատի մասին բանաստեղծություն գրել։ Ոչ ոք էլ չի արգելում, գրեք